Ողջույն, հանրայինի եթերում Եղիր առողջ բժշկական նախագիծն է, ես բժիշկ Վահե Տերմինասյանն եմ եւ մոտակա րոպեներին մենք իհարկե խոսելու ենք առողջության մասին, ներկայացնելու եմ ինչպես օգտակար, այնպես էլ մատչելի ինֆորմացիա առողջության մասին, որպեսզի ես, դուք, մենք բոլորս լինենք իհարկե առողջ։ Այսօրվա թեման նվիրված է ոսկրածուծի փոխպատվաստմանը, բավականին լուրջ, բարդ թեմա, որի մասին խոսենք լավագույն մասնագետների հետ։ Գնացինք։ Ոսկրածուծն արյունաստեղծ օրգան է, որն արտադրում է մեր մարմնի 3 հիմնական բջիջները։ Արյան կարմիր գնդիկները, էրիթրոցիտները թթվածին են տեղափոխում մարմնով մեկ։ Սպիտակ բջիջները, լեյկոցիտները, պայքարում են վարակների դեմ, իսկ թրոմբոցիտներն ապահովում են արյան մակարդումը։ Լեյկեմիա, ապլաստիկ անեմիա, լիմֆոմա կամ արյան քաղցկեղ։ Արյան մի շարք հիվանդությունների դեպքում օգնության է հասնում ոսկրածուծի փոխպատվաստումը։ 2024 թվականին Հայաստանում առաջին անգամ չափահաս հիվանդի արվել է ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստում։ Ալոգեն փոխպատվաստման դեպքում ցողունային բջիջներն անջատվում են այն մարդուց, որը գենետիկ տվյալներով առավելագույնս համապատասխանում է հիվանդին։ Նոր ներդրված ալոգեն փոխպատվաստման շնորհիվ Հայաստանում բուժելի է նախքան այդ անբուժելի համարվող հիվանդությունը՝ լիմֆոբլաստային լեյկոզը։ Եվ այսպես հարգելի հեռուստատողներ, ուզում եմ ներկայացնել իմ այսօրվա հյուրին, իսկ հյուրը հատուկ հյուր է։ Հայաստանի Հանրապետության Առողջապահության ազգային ինստիտուտի հանրային առողջապահության ամբիոնի վարիչ, ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի բժշկական տնօրեն պրոֆեսոր Միրան Նազարեթյանն է մեր հյուրը։ Ողջույն, պարոն Նազարեթյան։ Ես ուզում եմ մինչև բուն թեմային անցնենք, ուզում եմ նաև մեր հեռուստատողին հիշեցնել, որ դուք եղել եք Հայաստանի Հանրապետության առաջին առողջապահության նախարարը եւ հարցրեցի պատասխան 90-91 թվականներին։ Խնդրում հիշեցրեք դա։ Շատ հաճելի է, որ այսօր տաղավարում մենք զրուցում ենք այսպիսի մասնագետի հետ։ Թեման ոսկրածուծի փոխպատվաստումն է, բայց նախ եկեք հասկանանք, մինչև հասնենք փոխպատվաստմանը, այսինքն ինչ է ոսկրածուծը, ինչ խնդիրներ է առաջացնում եւ ինչու է անհրաժեշտ լինում փոխպատվաստել եւ ուրեմն ունենալ նաեւ դոնորներ։ Մարդիկ հենց լսում են ոսկրածուծ, ասում են ոսկրածուծ, ոսկոր, միանգամից վախենում են։ Մենք չենք պատվաստում ոսկրածուծ։ Մենք պատվաստում ենք ցողունային բջիջներ, որոնք ապրում են ոսկրածուծում, գալիս են արյան մեջ, մենք իրենց տենց ենք անում օրգան, հետո արյան մեջից ավակում ենք։ Տենց ավելի մարդիկ հեշտ են հասկանում։ Հենց երեկ իմ մոտ մի հիվանդ կար, ասես ոսկորներից ծիվեցնեք, ասում եմ ոչ, արյունից։ Այս հիմնական մասն է։ Ինչա ցողունային բջիջը, մայր բջիջն է։ Մենք որ գոյատևում ենք, ամեն բոլոր ֆունկցիոնալ մեր գործողությունները պայմանավորված են մայր բջիջով։ Եվ մեր կայունությունը, եւ մեր քայլերը, ամեն ինչ։ Ինչ է տեղի ունենում օրգանիզմում այդ մայր բջիջը ինչ սխալ է թույլ տալիս։ Չարորակ ուռուցքների ժամանակ եւ արյան չարորակ ուռուցքների ժամանակ եւ մի շարք ուրիշ հիվանդությունների ժամանակ արյան այս բջիջը սկսում է սխալ աշխատել հիվանդի մոտ, այսինքն դառնում է ոնց որ ուրիշի բջիջ, սկսում է արտադրել այն ինչ որ չարտադրի, ու միակ ճանապարհը որ կա այդ բջիջը ոչնչացնելն է։ Բոլոր այն մարդիկ, որոնք որ առողջ են, կարող են հանդիսանալ առողջ ցողունային բջիջները դոնորության եւ տեղափոխելու հիվանդի օրգանիզմ։ Եվ այն ժամանակ հիվանդի օրգանիզմը սկսում է արտադրել արդեն այդ դոնորից ստացած ցողունային բջիջներ։ Շնորհակալություն, ես ուզում եմ, որպեսզի հիմա մեր հանդիսատեսը քվեարկի, արդյոք պատրաստ է դառնալ անծանոթ մեկի համար դոնոր, ով ում համար կարող է դառնալ։ Առողջ մարդը կարող է դառնալ դոնոր հիվանդ մարդու համար մեկ, բայց այստեղ խնդիր կա։ Մենք բոլորս նման ենք, համես շատ տարբեր ենք։ Ինչ վերաբերում է գենետիկային, ընդհանրապես տարբեր ենք եւ շատ անգամ պայմանը հետեւյալն է, որ գենետիկ տվյալները դոնորի եւ հիվանդի համապատասխանի իրար։ Եթե համապատասխանեց, այն ժամանակ ուրեմն ամեն ինչ լավ կլինի, եթե ոչ, ուրեմն ոչ։ Դուք ասում եք արյան միջոցով։ Մենք ունենք արյան ընդամենը մի քանի խումբ օրինակ, եւ մարդիկ շատ հեշտությամբ չէ կարողանում են մեկը մյուսի համար դառնալ դոնորներ։ Այո, ես արյան մասնագետ եմ, ասեմ, ցողունային բջիջների փոխպատվաստման համար արյան խումբը ոչ մի նշանակություն չունի։ Այսինքն 4-րդ խմբի դոնորը կարող է լինել ցողունային բջիջների դոնոր առաջի խմբի հիվանդի համար։
Արյան այդ խմբերը, որ մենք խոսում ենք, հիմնական խմբերը, որևէ կապ չունեն ծողունային խմբերի հետ։ Եթե մենք ծողունային բջիջներ ենք պատվաստում, այդտեղ արդեն դառնում է 400-500 տեսակի տարբեր գենոտիպներ, որոնք որ պետք է իրար համատեղելի լինեն։ Հաճախականությունը, որ մեկ մարդը ոչ արունակցական կապ ունեցող մարդը համատեղ կլինի մեկ ուրիշ մարդու, հիվանդի ասենք թե, շատ տարբեր բաներով մեկը 10,000-ի, մեկը 20,000-ի, այսինքն բավական հազվադեպ է լինում, էլի։ Դրա համար մենք փնտրում ենք եւ դրա համար ստեղծում ենք մեր բազան, որի մասին կխոսենք։ Հեշտ չի։ Ինչ է արվել Հայաստանում, իդեպ քանի տարեկան է ռեեստրը եւ ինչ է իրենց ներկայացնում այդ բազան եւ Հայաստանի համար դա լավ բազա է, վատ բազա է, լիարժեք է ձեր կարծիքով։ 21 տարի այս ոլորտում աշխատում ենք։ 21 տարի մենք հավաքում ենք դոնորներ, տիպավորում ենք, տրամադրում ենք փոխպատվաստման համար։ Դա իմիջիալոց ասեմ Հայաստանի ոսկրածուծի դոնորների ռեեստրը սովետական նախկին միության առաջինն է եղել։ Մինչև հիմա էլ մի քանի հատ կան, դրանք Ռուսաստանում են, 1, 2, 3 հատ։ Աշխարհում գոյություն ունի 60-ից ավել նմանատիպ ռեեստրներ, որոնք որ աշխատում են եւ ինչն է կարեւոր, մենք աշխատում ենք ցանցի մեջ։ Այսինքն մենք այսօր եթե ունենք հիվանդ, մենք այդ հիվանդի համար եթե մեր բազայում չգտանք, մենք փնտրում ենք համաշխարհային բազայում եւ այնտեղ կարող ենք գտնել։ Համաշխարհային բազան ունի 42 միլիոն գրանցված պերսպեկտիվ դոնորներ, գրանցված։ Հայաստանի Հանրապետությունում մեր բազան ունի մոտ 40,000, կլորացնեմ մի քիչ։ 40,000 մարդ եկել է, հանձնել է արյուն։ Մի փոքրիկ արյուն կամ մենք քսուկել ենք վեսնում, քսուկի միջոցով մենք տարբերում ենք ինչ գենոտիպ ունի տվյալ մարդը եւ ինչ կարող է համապատասխանում։ Տարբերակները սենց են։ Սա դոնորն է, որը տիպավորվել է։ Մենք ստանում ենք տարբեր տեղերից կամ հենց Երևանից կամ չգիտեմ որտեղից, Միացյալ Նահանգներից, ասենք Ավստրալիայից, պատվեր, որ մենք ունենք հիվանդ, շատ անգամ հայ հիվանդ։ Խնդրում են նայեք, դուք ունեք դոնոր, որը համապատասխանի։ Երկու տարբերակ կա լինում։ Մենք ասում ենք, այս ինչա՞, այո, ունենք, այսինքն համապատասխանում է, բայց կարող է լինի այսպես, ոչ, չի համապատասխանում։ Այսինքն նույնիսկ 42 միլիոն մարդու մեջ կարող է չգտնես։ Իհարկե կարող է այդ մի հագը չլինի, այդ մի հատիկը չլինի։ Հիմա մենք 40,000-ից եթե վեսնենք հավանականությունը, որ 40,000 մարդու մեջ մենք գտնենք համապատասխանող դոնոր 4-ից ավել չի։ Հիմա եթե մենք այս 40,000-ը դասնենք 80,000, որին մենք ձգտում ենք ձեր օգնությամբ, այն ժամանակ կրկնապատկվի արդեն այդ թիվը։ Եվ մենք ունենանք ավելի մեծ հավանականություն։ Խոսքը գնում է հավանականությունների մասին։ Քանի նման հավանականություն ենք ունեցել, այսինքն ունենք հաջող դեպքեր։ Իհարկե, մենք իհարկե ունենք։ Մենք օգնել ենք փոխպատվաստումներ անել հայերի եւ ոչ հայերի արտասահմանյան երկրներում։ Դրանց թիվը արդեն մոտավորապես դարել է 50-ից ավել, մենք քան մարդ ունենք, բայց մենք ունենք ու պետք է հասկանանք, որ դա մարդու կյանքի փրկության միակ տարբերակն է։ Հազվադեպ հատուկ կյանքի փրկության հարց է։ 42 միլիոնի մեջ չեն կարողանում, օրինակ գերմանացու համար կոնկրետ դեպքեր, իտալացու համար մենք առաջին ինտենսիվ չեն գտնում համապատասխան դոնոր։ Մեզ որ գրում են, մենք sense հիվանդ ունենք, մենք գտնում ենք, լինում է։ Այսինքն մենք հայերս ունենք հնարավորություն եւ մոտիկություն տարբեր այլ ազգերի։ Շատ հաճախ հիվանդները իդեպ երեխաներ են։ Երեխա հիվանդների մոտ, որ ցողունային բջիջների փոխպատվաստումը ավելի լավ արդյունք է տալիս, քան թե մեծահասակների մոտ։ Հիմա փորձենք հասկանալ նաև արունակցական կապ ունեցողների մոտ շատ ավելի հեշտ պետք է լինի, չէ՞։ Ամենալավ տարբերակը, որ մարդիկ իրար հետ կարող են համակնել, որոնք են, եթե եկվորյակներ են։ Դա իդեալական է։ Այդ իդեալական է։ Այդտեղ արդեն կարելի է չքննարկել անգամ։ Բայց մենք ստուգում ենք, եկվորյակներ այդ լինում է տենց։ Բայց մյուս տարբերակը մի քիչ իջնում ենք ներքև, էլի, հավանականությունը իջնում է ներքև։ Եթե ընտանիքում կա 4 երեխա, գենետիկայի օրենքի համաձայն 4 երեխայից 25%-ը երկուսը պետք է իրար հետ համատեղելի լինեն։ Խնդիրը ինչու՞մն է կայանում, ոչ թե առողջը հիվանդի հետ համատեղելի, այլ առողջը առողջի հետ, դա խնդրեմ է արդեն։ Մենք ունեցել ենք ընտանիք, որտեղ եղել է 9 երեխա, 9 երեխայի մեջ 3 համատեղելություն է եղել։ Եկեք տեսնենք մեր քվեարկության արդյունքները, մենք խնդրել ենք մեր հանդիսատեսը քվեարկի տեսնենք, այո, քանի տոկոսն է համաձայն լինել դոնոր լինելուն։ Օ 50-50 հավասար բաժանված է։ Լավ թիվ է։ Գերազանց։ Իսկապես։ Շատ։ Ինձ թվում է վատ թիվ է։ Ոչ, վատ թիվ։ 10%-ներ կասեի վատ է։ Հավանականությունը, որ կգտնենք համապատասխան դոնոր, կապ ունի ազգության հետ իհարկե։ Իհարկե։ Միանշանակ լինելու է։ Այսինքն, մենք եթե հայ հիվանդ ունենք, հավանականությունը, որ մենք կգտնենք այս հայի համար դոնոր, հավանականությունը
Շատ կարևոր բառ է։ Բարձր է։ Երբեք մեզ մոտ չի եղել, որ մեր հայ հիվանդի համար կորեացի լինի կամ չինացի լինի։ Չի եղել։ Բայց լինում է իսպանացի, գերմանացի, իտալացի, Իսկապես։ այո, հրյա, Մարդը ուզում է անդամագրվի, դառնա ռեեստրի անդամ։ Ինչ է անում։ շատ հեշտ է։ Զանգ Գալիս է։ տալի, պայմանավորվում եք, Եթե համընկում եղավ, զանգահարեցիք, կանչեցիք, մարդը էլի իր որոշումն է, կարող է միանշանակ։ ոչ մեկ ոչ մեկին ոչ մի ճիշտ։ Մինչև վերջի պահը այդ իր որոշումն է։ Եթե կուզենա, կգա, եթե չի ուզենա, մենք չենք էլ հարցնի ինչի չես ուզում։ Դու գիտեք, չէ՞ որ արյան դոնորները վճարով են, եւ մեր մոտ դժբախտաբար Հայաստանում վճարովի արյան դոնորների թիվը բավական բարձր է։ Մի քանի անգամ ավելի բարձր է, քան ստանավճարի։ Սողունային բջիջներ հանձնելու դեպքում որևէ մի վճար չկա։ Ոչ մեկը ոչ մի բան չի վճարում։ Շատ բարի։ Ինչ է ինձնից գնալու, եթե ինձ զանգահարեցիք, կանչեցիք, ասեցիք ես համընկում եմ ունեցել եւ ինձնից ինչքան արյուն են վերցնելու։ Հիմա ասեմ, ձեզնից ոչ մի բան չի գնալու, ձեզ գալու է ողջավորությունը, հպարտությունը, ձեր ներքին զգացումը, որ դուք մարդ եք փրկել, այդ որ գալու է։ Ինչա գնալու։ Ամբողջ ուրեմն այդ պարկը որ վերցնում ենք սողունային բջիջների, որ բան մեքենան հավաքում, մենք բան չենք անում։ 120-130 միլիլիտր ընդամենը։ Դոնորական արյուն հանձնելու ժամանակ դոնորը հանձնում է ինչքան 450 միլիլիտր։ Այս դեպքում 120-130 միլիլիտր։ 3 անգամ պակաս։ 3 անգամ պակաս։ Հիմա ոչ մի ազդեցություն մարդու վրա չունի, հավանականությունը ինչն է որ կփրկվի մարդ։ Ինչքան։ Ինչքան է, այո։ Երեխաների մոտ բարձր է, երեխաների մոտ ասեմ մինչև 76-80% փոխպատվաստումից հետո ռեմիսիաները առողջանում են։ Չէ, ռեմիսիաները 70-ից 80, արդեն լավացում, տենց լավացում։ Մեծահասակների մոտ, եթե մեծահասակները 60-ից ավել են, այնտեղ մի քիչ պակաս է 40-ից 50%, բայց այդ չի կարևորը, գիտեք ինչն է կարևոր։ 5 տարվա ապրելությունը ինչքան է, եւ շանսերը, որ կապրի 20-ից 30 տարի։ Այդ 20-ից 30 տարին, ըստ վերջի տարիներին ավելացել է նույնիսկ 60-ից ավել մարդկանց մոտ։ Դե ինչ հարգելի հեռուստատողներ, մենք կարծում եմ բոլորս հասկացանք մի քանի կարևոր բան, որ ցանկացած մեկը կարող է դառնալ ռեեստրի անդամ, դոնոր, առողջ։ Եվ պատկերացրեք, որ դուք մեկ փոքրիկ քայլով կարող եք մարդու կյանք փրկել։ Եվ երևի թե դրա մասին հիշել հետո ամբողջ կյանքի ընթացքում ու իսկապես դա կարծում եմ հպարտություն է, որովհետև եթե դու երբևէ ունեցել ես նման առիթ, դու դա միշտ հիշում ես, ամբողջ կյանքում հիշում ես ու երևի թե սիրում ես նաև դրա մասին պատմել։ Այսօր իմ հյուրը մեր բժշկագիտության կենթանի լեգենդներից պրոֆեսոր Միհրան Նազարեթյանն էր։ Մնացեք մեզ հետ։ Շնորհակալություն։ Մեր հաղորդման հովանավորն է պտղաբերության կենտրոնը, որտեղ իրականություն է դառնում զույգերի, ինչպես նաև միայնակ կանանց զավակներ ունենալու երազանքը։ Այժմ ծնողների դպրոցն է մեր եթերում եւ անդրադառնանք ամենափոքրերին, այն փոքրիկներին, որոնք անընդհատ լաց են լինում եւ ծնողները կարծում են, որ երեխան, այսպես ասած, գազիկներ ունի եւ տառապում է եւ տարբեր զանազան միջոցներ են փորձում կիրառել երեխային հանգստացնելու համար։ Ինչ են իրենցից ներկայացնում այս երևույթի պատճառները, փորձելու ենք քննարկել Կանե Հովհաննիսյանի հետ։ Դիմավորենք։ Ողջույն բժշկուհի։ Ողջույն։ Կա արդյոք փոքր երեխա, որը լաց չի լինում, որը անհանգիստ չի լինում, կա այդպիսի բան բնության մեջ տեսել եք։ Կարծում եմ ոչ, որովհետև երեխաների կոնտակտ արտաքին աշխարհի հետ, քանի որ նրանք դեռ չեն կարողանում խոսել լացի միջոցով։ Կոնկրետ այս երեխայի մոտ ինձ թվում է ինչ-որ մի բան այնպես նեղացրել են երեխային։ Եվ այնուամենայնիվ, ինչ են իրենցից ներկայացնում այդ կծկանքները կամ ինչպես մանկաբույժներն են սիրում անվանել կոլիկաները։ Կոլիկաները վաղ մանկական տարիքում հանդիսացող ամենահաճախ պատճառներից մեկն է երեխաների եւ իրենց ներկայացնում են ոչ հասուն աղեստամոքսային տրակտի խիթերը։ Կա այսպես 3-ի կանոն կոչվածը, երբ հասկանանք, որ երեխայի լացի պատճառը հենց մանկական այդ նորաստային կոլիկաներն են, դա օրը 3 ժամից ավել, շաբաթական 3 անգամից ավել եւ 3 շաբաթից ավել տևողությամբ լացն է։ Հիմնականում բնորոշվում են երեկոյան նույն ժամերին սպասվող լացով եւ ծնողը արդեն գիտի, որ երեխայի մոտ լացը ըստ երևույթին կապված է փորիկի հետ, քանի որ
պարբերական բնույթ ա կրում, հանդիպում է երեկոյան նույն ժամերին եւ արդեն մայրիկները գիտեն երեխային հանգստացնելու ձև եւ մոտավորապես ինչքան կարող է տևել այդ լացի դրվագները։ Դե եթե չգիտեն այն մայրիկները ինչպես կարելի է հանգստացնել, սովորացրեք։ Նորաթուխ մայրիկները, ովքեր որ առաջին անգամ են այսպես շփվում նորաստային կոլիկաների հետ, խորհուրդ ենք տալիս մի քանի միջոցներով հանգստացնել երեխային։ Դա առաջինը փորիկի մասաժն է, ոտքերի հեծանիվի շարժումներն են, ինչպես նաև շատ կարևոր է կոնտակտը, երեխային պահել գրկում, փորձել խոսել շատ հանգիստ, շոյել մինչև կթողնի կոլիկաները։ Իրականում ձեր կարծիքով երեխան ցավ է զգում այդ պահին։ Ըստ գրականության դա ցավային նոպաներ են։ Կան ինչ որ հանգստացնող լուծույթներ, օրինակ ես հիշում եմ միշտ անիսոնի հիմքի շուկայում վրա։ բավականին շատ մեծ այսպես տեսականի կա գազիկների համար կոչվող դեղորայք, սակայն ոչ մեկի էֆեկտիվությունը ապացուցված չէ։ Իսկապես, այսինքն որտեղ Այսինքն իրենք մտնես կարող են ցանկացած դեղատուն հսկայական քանակությամբ առաջարկելու են, ունենք սա, ու դուք հիմա ասում եք դրանից ոչ իրենց մեկ։ էֆեկտիվությունը ապացուցված չի։ Իրենք կարող են թեթևացնել, բայց ամբողջությամբ հասկացնել չեն կարող եւ այսպես էֆեկտիվության հետ կապված փաստացի հստակ հիմնավորումներ չկան։ Իսկ կա ինչ-որ մի բան, որ տնային պայմաններում կարելի է պատրաստել երեխային տալ, թե մենք Իհարկե ոչ, որովհետեւ տնային պայմաններում դոզա, քանակ, հասկացողությունը ծնողը դժվար կարողանա պահել։ Բնականաբար, կա ինչ-որ վտանգ այս ցավերից, թե սա ընդհանրապես երեխայի անհանգստությունն է, որը բոլոր երեխաները ունեն, որը ժամանակի ընթացքում բոլորի մոտ անցնում է, ոչ մի խնդիր չէ։ Նախ պետք է հասկանալ, որ իրոք մենք գործ ունենք կոլիկաների հետ, այլ ոչ թե որոշակի վիրաբուժական խնդիրներ, օրինակ նորաստային հասակում բավական հանդիպող աղիների ինվագինացիայի հետ, որն էլ այո, ուղեկցում է նորից լացով։ Այսինքն, երբ որ մայրիկը նկատում է նմանատիպ երևույթ, երբ որ երեխան ժամանակ առ ժամանակ լացում է եւ բացատրություն ծնողը ինքը չի կարողանում գտնել, պետք է խոսել, քննարկել մանկաբույժի հետ եւ հասկանալ, մենք գործ ունենք այլ խնդրի հետ, թե մենք գործ ունենք նորաստային կոլիկաների հետ, որպեսզի բաց չթողնենք նաև այլ խնդիրներ։ Բայց եթե համոզված ենք, որ ընդհանրապես նորածնային կոլիկա է, դրան շատ հանգիստ ենք Այո, վերաբերում։ ծնողին բացատրում ենք, որ դա երեխայի կյանքին վտանգ չներկայացնող իրավիճակ է, որը ժամանակի ընթացքում մարելու է եւ սա ժամանակավոր երևույթ է։ Ուղղակի խոսել, բացատրել եւ համբերություն ցուցաբերել իրավիճակի հետ կապված։ Շարժում ենք փոքրիկի ոտիկները։ Կարող եք այդ միջոցները, որոնք վաճառում են, օգտագործել, բայց իմացեք, որ դրանք ոչ մեկը ապացուցված Եվ պետք է բաղադրություն անպայման քննարկել մայրիկի հետ, որովհետև կան բավական մեծ միջոցներ, որոնք սպիրտ են պարունակում, որը անցանկալի է երեխայի համար։ Չէ, սպիրտ, բնականաբար սպիրտ պարունակող որևէ միջոց դա բացառվում է, դա Այսինքն ամեն անգամ ինչ-որ դեղորայ կամ ինչ-որ միջոց նորածին տալուց առաջ պետք է հստակ քննարկել, խոսել մանկաբույժի հետ։ Միանշանակ համաձայն եմ, ավելացնելու ոչինչ չունեմ, հիշեցնեմ, որ իմ հյուրը այսօր մանկաբույժ Գարանե Հովհաննիսյանն էր, անկեղծ ասած գնալու եմ մի հատ բացեմ նայեմ, իսկապես դեղատանը նորածինների համար վաճառվող կան սպիրտ պարունակողներ։ Կան արդյոք սպիրտ պարունակողներ ու եթե իսկապես կան, ապա ես նույն դեղատների տերերին խորհուրդ եմ տալիս դրանք հանել, որովհետև ինչ սպիրտ պարունակող միջոց նորածին երեխային, դա միանշանակ հաստատ ոչ մի լավ բանի չի բերի։ Մնացեք մեզ հետ։ Սուրոգատ մայրերին եւ բուժքույրերին փոխարինելու են գալիս նոր սերնդի ռոբոտները, բժշկական գյուտեր, որոնց մասին գուցե չեք լսել։ Չինաստանը պատրաստվում է արտադրել մարդակերպ ռոբոտներ, որոնք կփոխարինեն սուրոգատ մայրերին։ Ռոբոտի հեղինակ դոկտոր Չժան Ցիֆենի խոսքով սա էմբրիոն կրող սովորական ինկուբատոր չէ, այլ մարդակերպ կենսաբանական մեխանիզմ, որն ամբողջությամբ կրկնելու է ծննդյան գործընթացը։ Բեղմնավորումից հետո պտուղը 10 ամիս զարգանալու է արհեստական արգանդում, հետո ծննդաբերության նման լույս աշխարհ է գալու։ Վերարտադրողական ֆունկցիա իրականացնող ռոբոտի նախատիպը կթողարկվի 2026-ին։ Մի օրինակը կարժենա 100,000 յուան կամ $14,000։ Ռոբոտը ստեղծող Կայվա ընկերությունը հայտարարել է, որ կենդանիների ներսում տեղադրված արհեստական արգանդն արդեն տվել է դրական արդյունք։ Ընկերությանը մնում է ավարտին հասցնել վերջին փուլը՝ ռոբոտի որովայնում տեղադրելով արհեստական արգանդը։ Էմբրիոնի շուրջ իրական պտղաջրեր են լինելու, իսկ հատուկ խողովակի միջոցով երեխան ստանալու է բոլոր անհրաժեշտ ծննդանյութերը։ Պտղի բեղմնավորման եւ էմբրիոնի տեղադրման հետ կապված մի շարք հարցեր ընկերությունը դեռ չի բացահայտում։ Փոխարենը Չինաստանում արդեն սկսվել են էթիկայի եւ իրավունքի հետ կապված քննարկումներ։ Հիմնական կոնֆլիկտն այն է, որ նորարար ռոբոտը խզում է մայր-երեխա բնական կապը։ Նյուրաբոտ ինովացիոն ռոբոտ բուժքույրն առաջին անգամ ներկայացվել է 2025-ի մարտին արհեստական ինտելեկտի նվաճումներն ամփոփող NVIDIA GTC կոնֆերանսի ընթացքում։
Թայվանում ստեղծված ռոբոտի նպատակն է կրճատել բժշկական անձնակազմի ծանրաբեռնվածությունը, ինչը տարեցտարի ավելի է ընդգծվում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին կանխատեսումներով 2030 թվականին աշխարհում 4.5 միլիոն բուժքրոջ կարիք կլինի։ Նյուրաբոտն աշխատում է գրեթե իրական բուժքրոջ նման, դեղեր է բաժանում հիվանդներին, հետազոտության նմուշներ վերցնում, չափում ճնշումը կամ ջերմությունը, ուղեկցում է բուժառուի հարազատներին, ինչպես նաև կարող է զրուցել հիվանդների հետ, մի քանի էմոցիայի իմիտացիա անելով։ Առաջիկայում նյուրաբոտը կտիրապետի ավելի շատ լեզուների եւ կկարողանա նույնականացնել մարդկանց դեմքերը։ Հաշվի առնելով բուժքույրերի պակասն ամբողջ աշխարհում, ռոբոտ բուժքույրն իսկական փրկություն կարող է դառնալ հատկապես գիշերային հերթափոխի եւ պիկ ժամերի ընթացքում, կրճատելով բուժանձնակազմի ծանրաբեռնվածությունը 30%-ով։ Եվ այսպես հարգելի հեռուստատողներ, շարունակում ենք հաղորդումը, խոսում ենք կարևորի մասին։ Իմ հյուրը այսօր էնդոկրինոլոգ Աննա Խաչատրյանն է, ողջույն բժշկուհի։ Ողջույն։ Եվ մենք խոսում ենք սրտխփոցից։ Այո։ Սիրտը միշտ է խփում։ Սիրտը միշտ բաբախում է, եւ երբեմն մենք այդ բաբախները զգում ենք։ Իդեպ, ասեմ, սրտաբանները միշտ նշում են, ասում են, մարդը սովորական պայմաններում պիտի իր սրտի աշխատանքը չզգա։ Եթե դուք զգում եք սրտի աշխատանքը, ուրեմն մի բան այնպես չէ։ Եթե իհարկե դուք ծանրաբեռնված չեք, վազում չեք, այո, ֆիզիկական ծանրաբեռնվածության մասին չէ, հանգիստ վիճակում դուք ձեր սրտի աշխատանքը։ Հիմա օրինակ հանգիստ նստած եք հեռուստացույցի առջև, զգում եք արդյոք ձեր սրտի աշխատանքը։ Եթե զգում եք, ուրեմն երևի թե արժի դիմել սրտաբանի։ Ինչ է նշանակում սրտխփոց։ Հաճախասրտություն եւ սրտխփոց դրանք տարբեր բաներ են, իրական տարբեր հասկացություններ են։ Կարող է արագ աշխատել, բայց ես չզգամ։ Չզգանք սրտխփոցը եւ սրտխփոց, երբ կարող է ուղղակի ռիթմիկ աշխատել, բայց զարկերը պացիենտը կարող է զգալ, անգամ նշում են այցի ժամանակ, երբ պարկում են, գլուխը դնում են բարձին եւ զգում են սրտի աշխատանքը ականջներում, գլխում, միևնույն ժամանակ կարող է նաև լինել հաճախասրտություն եւ լինել սրտխփոցի զգացում միաժամանակ։ Պատճառները տարբեր են։ Իդեպ հիշում եք, մեզ ոնց էին ուսանողական տարիներին սովորեցնում։ Մենք միշտ կարծես թե մեկ զարկ ենք հաշվում, բայց իրականում սիրտը աշխատում է այսպես։ Այո։ Այսինքն 2 տոն է այնտեղ գնում։ 2 տոն ունենք, բայց մենք մեկին ենք հիմնականում ֆիքսում։ Այո։ Եվ շատ հաճախ այս գանգատը, դուք ճիշտ նշեցիք, եթե պսիխոէմոցիոնալ ստրեսային իրավիճակ չի, ֆիզիկական լարվածություն չի, կամ բարձր ջերմություն, օրինակ, այդ ժամանակ մենք կարող ենք ունենալ ֆիզիոլոգիական սրտխփոց, հաճախասրտություն եւ սրտխփոցի զգացում, բայց եթե հանգիստ պայմաններում, անգամ այնպիսի պայմաններում, երբ պացիենտը նշում է, որ քնից արթնանում է այդ զգացումից, այդ գանգատը իրականում առաջացնում է նաեւ տագնապ եւ անհանգստություն եւ արդար է առաջացնում եւ պացիենտները հիմնականում դիմում են սրտաբանին եւ ճիշտ են անում։ Իրականում առաջին բժիշկով պետք է առնչվի գանգատի հետ, դա սրտաբանն է կամ արիթմոլոգը։ Բայց մենք հրավիրել ենք էնդոկրինոլոգի։ Այո։ Որովհետև հորմոնալ որոշ խանգարումների ժամանակ մենք նույնպես ունենում ենք սրտխփոց։ Այո։ Եվ առաջին հերթին մենք միշտ հիշում ենք մեր վահանաձև գեղձը, որովհետև երբ որ մենք վահանաձև գեղձի խանգարումներ, ախտահարումներ երբ կասկածում ենք, մի քանի հարց ենք տալիս, դասական հարցերի մեջ մտնում է արդյոք սրտխփոց ունեք թե չէ։ Էլ ինչ հարց եք տալիս։ Ընդհանուր թուլություն, հոգնածություն, քաշի հետ կապված ավելացում կամ նվազում, աղիների աշխատանքի հետ կապված պսիխոէմոցիոնալ, մաշկի բնականաբար չորություն, թեփոտում, մազաթափություն եւ զարկերակային ճնշման բարձրացում, իջեցումներ, որ ճնշումն է բարձրանում, այո, եւ սրտխփոց, առաջինը նշեցինք։ Իսկ ինչու է վահանաձև գեղձի ախտահարումների ժամանակ բուժառուի մոտ առաջանում սրտխփոց։ Որն է մեխանիզմը։ Վահանագեղձի դիսֆունկցիան կարող է բերել սրտխփոցի, եթե առաջին կետով քննարկենք, դա տիրոտոքսիկոզն է կամ գիպերտիրոզը, երբ վահանագեղձի հորմոնների քանակը արյան մեջ ավելանում են։ Հիմա կավելանան գերֆունկցիայի արդյունքում թե վահանագեղձի վնասման արդյունքում, դա էնդոկրինոլոգի խնդիրն է, որպեսզի պարզի։ Բայց հիպերտիրոզների կամ տիրոտոքսիկոզի ժամանակ թիրոիդ հորմոնները ներազդում են սրտամկանի վրա եւ նպաստում են կծկման հաճախականության եւ ուժի ավելացմանը եւ հաճախացմանը։ Եվ բնականաբար արդեն այս կծկումները բուժառուն զգում է։ Զգում է, այո։ Իրականում սրտային խնդիր ունի այդ մարդը։
Իրականում ոչ, եւ դա է նշում, որ ճիշտ է, որ առաջին կետով մոտենան սրտաբանին, եթե այնտեղ կառուցվածքային խնդիր չկա, սրտիփականային խնդիր չկա, չունենք էլեկտրոֆիզիոլոգիայի հարց, սրտամկանի ախտաբանություն, այդ դեպքում իհարկե սրտաբանները նաեւ խնդրում են, որպեսզի պացիենտը այցելի էնդոկրինոլոգին, որովհետեւ դա արդեն գրում է ֆունկցիոնալ բնույթ եւ սրտային ախտահարման արդյունք չի լինում։ Էնդոկրինոլոգը ունի հիմնական երկու գործ։ Բացահայտել պատճառը եւ եթե իր խնդիրն է բուժել, եթե ոչ, ապա ճիշտ ուղղորդում անել, թե որտեղ կարող է թաքնված լինի։ Բացահայտման համար դա սոնոգրաֆիկ հետազոտություն եւ արյան անալիզներ։ Ну, եթե կենտրոնանում ենք միայն վահանագեղձի ֆունկցիայի առումով, այո, վահանագեղձի սոնոգրաֆիա եւ հորմոնների գնահատում։ Ու դրանք բերում ենք, միացնում ենք իրար ու ստանում ենք մեր ախտորոշումը։ Շատ հաճախ այդ սրտխփոցի գանգատով նաև մոտենում են սրտաբանից հետո մոտենում են էնդոկրինոլոգին, մենք ստուգում ենք վահանագեղձի հորմոնալ ստատուսը, կարող ենք հայտնաբերել նաև հիպոթիրոզ, այսինքն թեր ֆունկցիա, որի ժամանակ իրականում մենք գիտենք, որ պետք է սպասենք ռիթմի դանդաղում, բայց երբ որ կա նաև զուգահեռ ընթացող երկաթ դեֆիցիտային վիճակ, միանշանակ, որը շատ հաճախ լինում է հիպոթիրոզների հետ, թե արդյունք երկարաժամկետ հիպոթիրոզի, թե նաև առանձին հիվանդություն աուտոիմունների ժամանակ, այդտեղ արդեն հաճախասրտություն է նկարագրվում։ Որովհետև պետք է հասցնի թթվածնով ապահովել ամբողջ օրգանիզմը։ Վերջը հիշեք, որ ձեր օրգանիզմը ամեն անգամ, երբ որ դուք ունենում եք թթվածնային քաղց, դա լինի երկաթ դեֆիցիտի պատճառով, դա լինի այլ խնդիրների, ձեր սիրտը ուզած պետք է արագ աշխատի, որպեսզի ձեր օրգանիզմին հասցնի համապատասխան քանակությամբ թթվածին, իսկ թթվածինը արյան միջոցով է գալիս։ Ջրազրկումները։ Ուզած։ Այո, բոլորը։ Եվ այսպես հարգելի հեռուստադիտողներ, մենք այսօր փորձում ենք բացատրել, որ սրտխփոցը դա շատ հետաքրքիր նշան է, որը կարող է մեզ հուշել այս կամ այն խնդրի մասին։ Սրտխփոցները վտանգավոր են իրականում։ Եթե մարդը ունի սրտխփոց, անպայման արժի դիմել բժշկի, որովհետև սրտխփոցը կարող է լինել եւ հորմոնալ խնդիրների պարագայում, եւ սրտային խնդիրների դեպքում։ Այնպես որ հետևեք ձեր առողջությանը, եղեք առողջ եւ շարունակեք դիտել մեր հաղորդումը։ Ողջույն, ձեզ հետ գեղեցկության արվեստ է։ Այսօր խոսելու ենք պսորիազի նորագույն բուժման մեթոդների մասին։ Պսորիազը համակարգային քրոնիկ հիվանդություն է, որը հիմնականում դրսևորվում է մաշկային ախտահարումների տեսքով, եղունգների, ինչպես նաև կարող է ախտահարել հոդերը։ Պսորիազը ժառանգական նախատրամադրվածությամբ հիվանդություն է, սակայն եթե ձեր բարեկամները ծնողներ ունեն պսորիազ, բացարձակ պարտադիր չէ, որպեսզի այն ձեր մոտ դրսևորվի եւ նույն հակառակը շատ դեպքերում գալիս են հիվանդներ, ասում են, չէ, որ իմ ծնողները չունեն, ինչու է իմ մոտ առաջացել։ Այո, դա գենետիկ նախատրամադրվածություն ունի, բայց կան բազմաթիվ արտաքին միջավայրի ֆակտորներ, որոնք ազդում են պսորիազի լինել կամ չլինելու վրա։ Դրանցից կարևորագույնը ստրեսն է։ Ստրեսային ֆակտորը արդեն վաղուց ապացուցվել է, ինչպես նաև շատ կարևոր է առողջ ապրելակերպը, ալկոհոլի օգտագործումը, ծխելը, նույնպես կարող են նպաստել պսորիատիկ հիվանդության արտահայտման, ուժեղացման կամ դրսևորման վրա։ Շատ դեպքերում մենք պսորիազի բուժման համար կիրառում ենք համակարգային դեղորայք կամ արտաքին հորմոնալ քսուկներ։ Արդեն առկա են նորագույն մեթոդներ, որոնք չեն պարունակում հորմոններ, որտեղ մենք օգտագործում ենք ճառագայթային թերապիա, որը լիովին անվնաս է։ Մենք ուղղակի ընտրում ենք արևի սպեկտրի այն ճառագայթը, որը միայն դրական է ազդում մաշկի վրա։ Հետեւաբար, երբ որ մենք ունենք այս նոր մեթոդները, մենք կարող ենք արդեն պակասացնել հորմոնալ քսուկների մակարդակը, քիմիոթերապևտիկ միջոցների ներսընդունման մակարդակը եւ համակցելով այս մեթոդի հետ ունենանք ել ավելի լավ արդյունքներ։ Նորագույն մեթոդներից է օրինակ էքսիմեր լազերի կիրառումը։ 308 նանոմետր երկարությամբ ուլտրամաշակագույն սպեկտրի ճառագայթ է, որը շատ դրական է ազդում պսորիատիկ ախտահարումների վրա։ Պսորիազը դա աուտոիմուն հիվանդություն է եւ իմուն բջիջները սկսում են չճանաչել մաշկի սեփական բջիջները եւ վնասում են դրանք։ Իսկ այդ ուլտրամաշակագույն սպեկտրի 308 նանոմետր ալիքի երկարության տակ համակարգվում է այդ process-ը։ Ախտահարված բջիջները սկսում են ավելի նորմալ աշխատել։ Այդ իմուն համակարգի բջիջները, որ հարձակվում են մեր մաշկի վրա, սկսում են ավելի հանդարտ իրեն պահել, ինչի արդյունքում մենք ունենում ենք մաշկային ախտահարումների լավացում։ Էքսիմեր լազերով բուժման ժամանակ միջամտությունները ունեն մի
մինիմալ քանակ, դրանք 18-ն են։ Մեթոդի կիրառումը բավական թեթև է հիվանդների համար, շաբաթական գալիս են 1-ից 2 անգամ, անցավ է, սակայն կան իհարկե որոշակի հակացություններ։ Եվ այդ պատճառով այդ պրոցեդուրա նշանակելուց առաջ պետք է պարտադիր բժիշկը տեսնի հիվանդին։ Դե ինչ հարգելի հեռուստադիտողներ, այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։ Ուզում եմ հիշեցնել, որ մեր հաղորդման հովանավորը պտղաբերության կենտրոնն է, որտեղ իրականություն են դառնում ցանկացած զույգի, ինչպես նաև միայնակ կանանց զավակ ունենալու երազանքները։ Ուզում եմ նաև հիշեցնել, որ մեր ամբողջ թիմը աշխատում է ձեզ համար, որ ձեզանից յուրաքանչյուրը լինի առողջ ու պահպանի այդ առողջությունը։ Եղիր առողջ։ Կհանդիպենք։